Հնդկաստանի նախագահի ուղևորությունը Կերալայում կարող էր ավարտվել աղետով։ Նախագահին տեղափոխող ուղղաթիռը վայրեջքի պահին խրվել է չամրացված բետոնի մեջ։ Վայրեջքի հրապարակը պատրաստվել էր ընդամենը մի քանի ժամ առաջ, իսկ խոնավ եղանակը խանգարել էր բետոնի լիարժեք կարծրացմանը։ Նախագահը չի տուժել եւ շարունակել է իր այցը մեքենայով։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նոյեմբերի սկզբին պատրաստվում էր այցելել Վաշինգտոն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։ Այցի ընթացքում քննարկվելու են Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղիներն ու երկկողմ տնտեսական նախագծերը։ Մինչ այդ հայտնի դարձավ Թրամփի մեկ այլ դիվանագիտական որոշման մասին։ Նա չեղյալ է հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումը Բուդապեշտում, նշելով, որ ճիշտ ժամանակ չէ ընտրված։ ՆԱՏՕ-ի անմիջական հրամանով գործող Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը Հյուսիսային ծովում կալանել է ռուսական նավ։ Օպերացիան իրականացվել է Ֆրանսիայի և Նիդերլանդների աջակցությամբ։ Սա առաջին դեպքն է, երբ բրիտանական ռազմածովային նավը գործում է դաշինքի ուղիղ հրամանատարության ներքո ռուսական նավերի դեմ։ Իսկ տիեզերական ոլորտում հիշատակման արժանի օր է։ Հենց հոկտեմբերի 22-ին 2008-ին Հնդկաստանը գործարկել է իր առաջին լուսնային առաքելությունը, որը նշանավորեց երկրի մուտքը տիեզերական հետազոտությունների նոր դարաշրջան։ Այդ առաքելության շնորհիվ մարդկությունը ստացավ լուսնի մակերևույթի ջրի հետքերն ապացուցող առաջին տվյալները։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։